Արդեն երկրորդ օրն է, ինչ իրավիճակը Վրաստանի արևելքում գտնվող Գարդաբանի քաղաքում շարունակում է լարված մնալ։ Մայիսի 28-ի ուշ երեկոյան վրացի եւ ադրբեջանցի երիտասարդների միջև ծեծկռտուքը սրեց հարաբերությունները 20,000 բնակիչ ունեցող այս քաղաքում ապրող երկու հիմնական ազգային խմբերի միջև։ Գիշերային միջադեպից մի քանի ժամ անց 3 կեսօրին մահակներով զինված եւ պատմական հայրենիքի դրոշները կրող հարյուրավոր ադրբեջանցի երիտասարդներ դուրս եկան փողոց, բողոքելով իրենց բնորոշմամբ Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեմ։ Իրավիճակը հանդարտեցնելու նպատակով մարզկենտրոն Ռուսթավիից Գարդաբանի ժամանեց Քվեմոքարթլեի նահանգապետ Գեորգի Մգեբրիշվիլին։ Առաջին հերթին նա փորձում էր հանդարտեցնել փողոց դուրս եկած տեղացի ադրբեջանցիներին, ասելով, թե միջադեպի մեղավորը սադրիչներն են։ Приходит, говорит, азербайджанцы, мама такие сделали, азербайджанцы все. Это провокаторы, и они будут... Мы здесь, если гражданин Грузии, а у нас нету по-человеческим правам. Нет. Բախումների ծավալի մասին կարող է վկայել թեկուզ միայն այն հանգամանքը, որ սկզբում իրավիճակը փորձեցին վերահսկողության տակ առնել տեղի ոստիկանության աշխատակիցները, բայց անգամ օդարձակված նախազգուշական գրակոծներից հետո բախումները չդադարեցին, ինչը ներքին գործերի նախարարությանը ստիպեց Թբիլիսիից Գարդաբանի ուղարկել հատուկ նշանակության ջոկատի մի քանի տասնյակ մարտիկների։ Ինչ վերաբերում է բախման պատճառներին, ապա վրացական ոստիկանության պնդմամբ իրավիճակը երկրի ամենամեծ ադրբեջանաբնակ քաղաքներից մեկում սրվել է կենցաղային հողի վրա, երբ ծագումով սվան երիտասարդների մի խումբ մուտք է գործել ադրբեջանցիներին պատկանող թեարան, վեճի բռնվել սեփականատիրոջ եւ նրա ընկերների հետ, ապա նաեւ հայհոյել ադրբեջանցիներին։ Վրացական ընդդիմությունը սակայն պնդում է, որ տեղի ունեցածը ոչ թե կենցաղային, այլ քաղաքական ենթատեքստ ուներ։ Այս մասին հայտարարեց Միխայել Սաակաշվիլիի մերձավոր զինակիցներից մեկը Գիգի Ուգուլավան։ Գարդաբանի միջադեպը հստակ քաղաքական դրդապատճառներ ունի։ Հարձակման ենթարկված երիտասարդները ազգային միացյալ շարժման անդամներ էին։ Հարձակման հեղինակները կապ ունեն իշխող վրացական երազանք դաշինքի հետ։ Ընդդիմությունից հնչող պնդումները, սակայն պաշտոնական Թբիլիսին կտրականապես հերքում է, կոչ անելով կենցաղային վեճերին քաղաքական հնչեղություն չհաղորդել։ Ես դիմում եմ Գարդաբանիում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին, կոչ եմ անում հանդարտություն պահպանել, չնայած կոնֆլիկտի կողմերից եւ ոչ մեկը քաղաքական որևէ ուժի ներկայացուցիչ չէր, բայց եւ այնպես տեղի ունեցող իրադարձությունները կարող են վնասել ընտրական պրոցեսների բնականոն ընթացքը։